մեր այսօրվա բողոքի ակցան, ուրեմն Արցախայության տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այս ծանր իրավիճակում գտնվելու խնդիրների լուծման հարցերի շուրջը։ Արդեն 2 տարի է Արցախայությունը գտնվում է ծանր իրավիճակում, թե հոգեբանական, թե սոցիալական։ Այս վերջի ժամանակները այն բողոքները, այն պահանջները, որ ներկայացրել է կառավարությանը, իշխանությանը, ոնց որ բոլորդ հիշում եք, ամսի 29-ին բազմահազարանոց արցախցիներին համախմբված այդ օրվա պահանջները ներկայացրած է եղել կառավարությանը։ Մի ամիս մեկ վրան եք տեղադրել Ազատության հրապարակում, մի ամիս բոլոր այդ պահանջները մինչև հարցի պատասխանները չստանաք, խոսք եք տվել, որ գնալու եք մինչև վերջ։ Հաշվի առնելով, որ ընթացքում կառավարության կողմից արձագանքները, հաշվի առնելով, որ իրենց խոստումները, որ եկել են այդ համաձայնության, որ խոսք են տալիս այն կարևոր կետերը, այն կարևոր պահանջները, որ ներկայացրել է այդ ժամանակի ընթացքում, խնդրելով, խոսքի պայմանավորվածություն ձեռք բերելով, առաջարկել են 2 ամիսով սոցիալական աջակցությունը շարունակեն, ու այդ 2 ամիսը մեզ վստահեցնելով, որ բավարար է լինելու բոլոր այդ հարցի լուծումները, այդ կարևոր կետերի փոփոխությունները մտցնեն։ 2 ամիս անցել է, ոչ մի փոփոխություններ չկա, ոչ մի կարևոր կետերի կամ Արցախահայության կարգավիճակին հարցերի լուծման որոշումներ չկա։ Այն լուծումները, այն փոփոխությունները, որ մտցրել են, որ կատարել են, դա կոսմետիկ ինչ-որ ձևաչափով որոշումներ է, որ ցույց տան հանրությանը, որ ինչ-որ մտահոգված են կամ ինչ-որ աշխատանքներ է իրականացվում։ Ժողովուրդը սուտ է, բոլորիդ խաբում են, որ միշտ խաբել են, նույն ձև էլ խաբում են։ Ես չեմ հավատում, որ 2 տարվա ընթացքում այս հարցի լուծումները չեն կարողացել են ձևաչափով լինի, որ հանրության համար, ժողովրդի համար հասանելի լինի։ Դա արտագաղթի պլաններ է, դա արտագաղթի ծրագիր է։ Մեզ ստիպելով, մենք գալիս եք ստեղ կաղնում ողորմելու իրավիճակում, որ մեզ ինչ-որ փոխհատուցում անեն, որ մենք ստեղ գոյատևենք։ Մենք ուզում ենք ապրենք մայր Հայաստանում, մենք արցախցիներս ապրելու ենք մայր Հայաստանում, մեր հայ ժողովրդի հետ միասին, որովհետև մենք հետ վերադարձ Արցախը հուսահավատը չենք կտրել, ու դա իրականացում եք տեսնում։ Ոչ մեկը չի կարա շեղի մեր զետ մտքերից, ոչ մեկը չի կարա շեղի մեր պատմական սկզբունքներից, մարդկային սկզբունքներից, ազգային սկզբունքներից։ Եվ դրա համար բոլորիդ կոչ եմ անում, այսօրվա մեր այս բողոքի հետ կախված կառավարությանը նորից վերանայի իր որոշումը, սոցիալական աջակցությունը շարունակական պիտի լինի, ու պիտի լինի միջև այնքան ժամանակ, միջև այս ժողովուրդը այս իրավիճակուց մի ձևիկ գոյատևելու կամ էլ իրաց տան հարցերնա, մնալու հարցերնա, բնակարանային բոլոր որ ասում այդ կարգավիճակում գտնվելու այդ հարցերը լուծեն։ Ես ինի կոչ եմ անում, որ մեկ ստեղ սպասենք, կառավարության ներկայացուցիչից մեկը դուրս գա, մեր հարցերի պատասխանները տա, հարցերի պատասխանների հիմնավորը տա, այն խոստումները, որ դուք տվել եք, ինչ է խանգարել, որ չիրականացվում, կամ ինչի եք մեկ է ժողովրդին ամեն օր, ամեն ինչ-որ ժամանակահատվածում գցում ես մտահոգությունների մեջ։ Դուք պատասխանատու եք, ձեր մեղքով եք մենք հասել այս իրավիճակին, ձեր բաստողումներ եք մենք անտուն անհայրենիք մնացել, դուք իշխանություն եք, մենք պահանջատերն ենք, մենք չենք ուզում գանքստեր բողոքենք, բայց ստիպված ենք գանք, մենք չենք ուզում արտագաղթենք, ստիպված ենք գանքստեր։ Սպասում ենք կառավարության ներկայացուցիչ մարդկանց ազնվորություններից մեկը դուրս գա մեր հետ, ստեղ ժողովրդի առաջ
այդ հարցերի պատասխանները տա։